Ես գտնում եմ, որ այսօր բանակը շատ բաց թողումներով է։ Ես գտնում եմ, որ այն տեմպերը, որով մեր բանակը այսօր փորձում են վերականգնել, շատ սխալ է։ Երեք ես իմ էջ էի գցել մի ելույթ ուղիղ 4 տարի առաջվա, որտեղ մի վերնագիր էր, չէ, պարոն Աղազարյան, որտեղ ես ասում եմ, որ քանի դեռ մենք այն մակարդակին չենք հասել, որ մեր հայրենիքը ավելի սիրեն, քան մեր ընտանիքը, մենք չենք կարողանալու լուրջ բաների հասնել։ Բանակը այսօր չի զինվում, ոտքի չի կանգնում այն ձևով, ինչ ձևով պետք է։ Գիտեք ինչ կա, պատկերացրեք, ասում են, մենք առաջ ենք գնում, դու քայլերով առաջ ես գնում, բայց չես տեսնում, որ կողքինդ վազելով է գնում։ Ու դուրս է գալի, որ քո քայլելը շատ ավելի հետ է քեզ գցում, քան իրականում, եթե դու չքայլեր կամ քայլեր, ինչ տարբերություն։ Բայց ինչու չեն տեսնում, պարոն Ասլանյան, չեն ուզում տեսնեն, թե ուղղակի չունենք այդ ունակությունը տեսնելու։ Ես կարծում եմ, որ կառավարման համակարգում այս իշխանությունը ամբողջությամբ պրավալ է տվել։ Պարոն Ասլանյան, Պաշտպանության նախարար Պապիկյանը հայտարարեց, որ աննախադեպ քանակությամբ զենք զինամթերք են ձեռք բերվել, երբևէ այդ քանակությամբ զենք զինամթերք չի ձեռք բերվել, իսկ դուք ասում եք չենք զինվում։ Քիչ առաջ ասացի, ձեռք է բերվել, իսկ ռազմական ծախսերը ինչու են քչացվել։ Ձեր կարծիքով ինչու են քչացվել։ Որովհետև չեն պատրաստվում կռվել։ Ռազմական ծախսերի իմաստով, գիտեք ոնց, ասենք մենք որևէ բան չունենք, նկարտումներ չունենք մեր հարևան պետությունների նկատմամբ, հողային եւ այլ։ Հետեւաբար մենք մեր ռազմական ծախսերը նպատակահող պետք է նպատակ ուղղենք պաշտպանական խնդիրների լուծման համար, իսկ պաշտպանական խնդիրների լուծման, եթե ճիշտ, ինչպես պարոն Ասլանյանը նշեց, եթե ճիշտ կառավարվի, ապա պարտադիր չի, որ մենք հավասարը չափ այսպես կոչված միջոցներ ներդնենք, մնդեր կարելի է նույնիսկ մի քանի անգամ քիչ միջոցներ ներդնել, բայց հասնել այն խնդիրների լուծման, որ կա, բայց հենց այդ պարիտետը գոնե պետք է պահպանվի, այդ պարիտետը գոնե պետք է պահպանվի։ Պարոն Ասլանյան, բանակը 1.5 տարի դարձվեց եւ նաեւ Հայկ Սարգսյանը նորօրինագիծ առաջարկեց, որ պետք է կարող են գումար տալ եւ ազատվել բանակից։ Ինչ է կարծում, սա բանակի վրա ինչպես կազդի, կլավացնի բանակը, թե հակառակ ազդեցություն ունենա։ 1.5 տարվա հարցում պարոն Աղազարյանը եւ ես մենք ուրիշ ծրագիր բերել ենք։ Մենք դեմ ենք եղել, որ փողով բանակից ազատվեն մարդիկ, որ պարտավոր են բոլորը առնվազն գոնե 6 ամսից 8 ամիս ծառայեն, սովորեն զինվոր դառնալ, հետո նրանց հետո իրենք որոշեն, ուզում են ծառայել թե չէ։ Այդպես պետք է լիներ։ Դրա համար մենք այդ ծրագրին դեմ ենք եղել։ Մենք կողմ չենք դրան, որ իսկ 1.5 տարին, ինչ վերաբերում է 1.5 տարին, իսկապես 1.5 տարին այն ժամանակն է, որ ես կասեի նույնիսկ ավելի քիչ է պետք ծառայել, որովհետև մենք գնում ենք պրոֆեսիոնալ բանակին ու պետք է գնալ պրոֆեսիոնալ բանակին, իսկ այդ 6-8 ամիսը պետք է որպեսզի տվյալ անձը, երիտասարդը, ուղղակի զինվոր դառնա, ոչ թե զինվորական, այլ զինվոր դառնա, հարկ եղած դեպքում, ինչպես Շվեյցարիայում, կներեք, ասում են Շվեյցարիան բանակ չունի, բայց Շվեյցարիան ամբողջ երկիրը բանակ է։ Դուք գիտեք շվեյցարական այդ ազգ բանակ տարբերակը ինչպիսին է։ Բոլոր տները զինված են։ Բոլորը զինված են։ Եվրոպայի կենտրոնում։ Դրա համար էլ դա չեզոքությունը պահպանեց երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եւ նրա վրա ոչ մեկը չփորձեց բան անել, որովհետեւ գիտեին, որ ամբողջ ազգն է դուրս գալի, ազգը։ Իսկ մենք չպիտի մտածենք, որ մենք վաղը չմիսօրը գնալու ենք Եվրոպայի կենտրոնում ապրենք, առավել ևս։ Մենք ապրելու ենք այստեղ եւ մենք պետք է չմոռանանք, որ մեր հարևանները, ում հետ պիտի կամաց հարաբերությունները լավացնենք, իրենց դարավոր պլաններից չեն հրաժարվել։ Եվ հետեւաբար մենք պետք է պատրաստ լինենք հակազդեցության այդ իմաստով եւ շարունակել բենզին բերել, ոչինչ, ծորել բերել, ինչ ուզում են։ Բայց այն դեպքում երբեք չմոռանալ, որ իրենց պլանները, Թուրքիայի պլանները 100 տարի առաջվա, 200 տարի առաջվա բացարձակապես չեն փոխվել։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք։